Ձեր կարծիքով Փաշինյանը վերադարձնում է նախկինների թալանը։ Չեմ հավատում, որ հետ բերի։ Ես նույնը պետք է լինի, մենք այնա նույնն էլ պետք է մնանք։ Ինչու եք այդպես կարծում։ Տենց հայ մեր կարծիքը չեմ կարող ասեմ։ Կարող է եւ մենք ենք սխալ, չենք կարող ասենք։ Մի քիչ։ Ինչքան է վերադարձվել, գիտեք։ Չէ։ Ինչքան հետևը ինձ համար ավելի լավ է երկիրը վերականգնի, մի լավ բան ստացվի, այդ ուրիշ ոչի բան։ Ինձ համար մութ աշխարհ է հիմա, չգիտեմ։ Ով ինչով ազբաղում, ինչ անում, այդ չգիտեմ։ Չեմ կարող ոչ բան ասեմ, ոչ վատ է, ոչ լավ է։ Ոչ, ես գյուղի տղա եմ, տարիքս վրին մեծ մարդ ես հարցերի մեջ չեմ խառնվում։ Ազնվորեն եմ ասում, բան չունեմ ասելու։ Ձեր կարծիքով Փաշինյանը վերադարձնում է նախկինների թալանը։ Ինչպես չէ։ Իհարկե վերադարձնում է։ Ինչքան, ինչպես է վերադարձնում։ Չգիտեմ ինչպես է, ինչքանով է վերադարձնում, բայց որ ինքը իրանց պաշտպանում է, դրան միանշանակ է։ Ոնց պաշտպանում է։ Դուք էլ լավ գիտեք ոնց պաշտպանում է։ Դատի չտվեց, ազատեց, ոչ մեկին չնստացրեց, ոչ մեկը տուժի չենթարկվեց, դա ինչ էր նշանակում։ Պաշտպանել, իհարկե պաշտպանել։ Ձևական ասեցին բյուջեն գումար մտել իրանց կողմից, ինչ բան մտել, թե չի մտել, կամ իրանց Ладно, էլ մեկ չեմ խոսում, всё։ Այդ չգիտեմ ինչքան է, բայց դե շանս են տալի հեռուստացույցով տենում ենք ազիս։ Լավ անում, ես կուզենամ միշտ նալի։ Ես Սերժի մապշի չեմ ուզում։ Համամիտ եմ։ Ինչին, ինչքան է վերադարձրել, ումից է վերադարձրել։ Ով կերել է, ով ծախել է երկիրը, ով պատասխանատվությունից փախել է, այդ դրանցից։ Մեկին կթվեք, կնշեք ումից է վերադարձրել, ինչքան գումար։ Դե, չէ, գումարը չեմ կարողանա նշեմ, որովհետև ես այդքան էլ բան չեմ անում։ Դե, ով նախկինում նստած ա եղել Փաշինյան, Նիկոլ Փաշինյանի տեղը նրանք։ Բայց դե ասեք, ումից է վերադարձ, մի օրինակ ասեք։ Դե ատկուդեմ, ես ինչ իմանամ։ Վերադարձրել է Սերժ Սարգսյանը։ Դե, հա, վերադարձրել են երևի։ Չեմ կարող ստույգ ասել Ազիզ ջան։ Հազար ներողություն, ես ոչ նախնիների մասին եմ ուզում խոսել, ոչ էլ Փաշինյանի։ Որտեղից է վերադարձել, որ վերադարձրածներն անքել նստած կլեին։ Այդ ինչի։ Դե պես են ասում են վերադարձնում է։ Ուրա, չենք տենում։ Չի երևում էլ, որ վերադարձրել են։ Օրինակ ինչից։ Նա ասում է, ես աշխատել եմ, իմ գումարով ստեղծել եմ։ Որտեղից աշխատել։ Ոչ էլ կարան։ Իսկ կարող է հնարավորություն կա վերադարձնելու, ինչ եք կարծում։ Եթե կառավարությունը չբանանի, հնարավոր ան, չի հնարավոր։ Բա ինչի չի անում։ Դե թողան են, բա ես գիտեմ ինչի չեն անում։ Ես թոշակառու մարդ նստած շատ գիտեմ ինչի չեն անում։ Ազիսը, այն ասաղ թլանացա էլի, ինչ պետք է վերադարձնի։ Դե այդքան հայտարարում է, որ նախկինները Ես ըսկի նրանումն էլ չեմ ուզում իմանամ այ բալա։ Ինչի։ Ես իմ, արեսլա։ Ես ինչ գիտեմ աղջիկ ջան, ես ինչա նկարահանում եք, հա։ Ում անունը չեք ուզում։ Այդ ինչ ես հետ տալի, հա։ Ում անունը չեք ուզում լսել։ Այդ քո ասացի։ Ինչու։ Որովհետև նայն ասաղ քանդեց քարակսեց էլի, գնացողը գնաց, մնացողն էլ մի բանի պիտանի չի այ բալա ջան, դրամա էլ չեմ ուզում ըսկյանը մտամ, երկու երեխա ունեմ, երկուսն էլ Ռուսաստան եմ, ես էլ միայնակ կին եմ, ես նրա ինչը գիտենամ վերադարձրեց, չվերադարձրեց, ես ոչ գողանալու բան ունեմ, որ ինձանից տանի, ոչ ըստի աշխատող ունեմ, Ես նկատի ունեմ նախկինների այդքան չեք հետևել, ասում են նախկինները թալանել են, ինչ է ասում։ Ես չգիտեմ այ բալա, հենց ին հարցրու, որ նրանց հետ կապ ունենա։ Հա, իմ ինչին են պետք է դրանք, իմը իմ թոշակն է, ստանում եմ 1000 տվի մեր ասկի։ Ախպեր մեկ ասելներ վեր չունեմ, ես բուչա իմացել եմ դանթից ես բատեմ, թոշակը մենակ սննդի ու դեղի հերիք չանում, էլև նիսեր մարի, որ թոշակը ստանամ տամով, ինձ մով ուզմալ, ինձ մամինա, ուզմա պաշանին, նրանք մեզ օգուտ չեն, մեզ դավաճան են։
Ինչ ասե դրանց։ Ոչ օգնում եմ ոչ բան, գնմես ասма չունենք։ Հիվանդիս անենք։ Ոչ բանին ես չտեմ ընտրի, ոչ բանին ով ուզմալի։ Հիվանդ մերդ մեն բաշկեմ, գլեմ դեղեդեն նիսեմ անը որապրեմ։ Չգիտեմ։ Եկեք չեմ ասում ոչ մի բան։ Ուզմա վերադարձնի ուզմա իրան գլխին սիեբանի նաումա տեր։ Չի կարող։ Որովհետև թույլ է։ Չի կարող։ Ասում են վերադարձրել այն ինչ Range Rover մեքենա վերադարձրել։ Դե չեմ տել, իրանք գիտեն դարձին։ Բայց 6 տարվա մեջ մի մեքենայի վերադարձնելը լավ ցուցանիշ է։ Դե լավ ցուցանիշ է, բայց չէ, դել մեր բյուջեն կլքսի, մեր բյուջեին օգուտ կլելի։ Մեր Հայաստանի մի լավ։ Մի զենք կառնեն։ Մի $10,000-ով։ Հախի չեն արել որ։ Ինչ անեն։ Քիչ է $10,000։ Հետ իրացան կառնեն։ Հա, բա։ Դեր չէ։ Ինչու։ Կարամ չով գիտա։ Չգիտեմ։ Ես այնքան հեռու եմ այդ քաղաքական հարցերից, խնդրում եմ ոչ մի հարց։ Վերադարձնում է, ում է վերադարձնում։ Ժողովրդին ումից որ թալանել են։ Կվերադարձնի։ Կարևորն է, որ բացահայտել են, թե ինչ կանեն թալանել, այս 20 տարվա մեջ, Ազիզ ջան, պետք է որ, այո, դեպի լավը հույս ունենք, որ մեր թորնիկների, մեր բալիկների ապագան լավն է լինելու։ Դուք ինչ կասեք, վերադարձրել է ինչ որ մի բան։ Նույնն էլ ես կասեմ։ Պետքա որ լավը լիներ։ Իսկ ինչքան են թալանել, գիտեք։ Ես Հայաստանի կեսից ավելը թալանել են էլի Ազիզ ջան։ Բա ինչի 6 տարում չեն վերադարձրել։ Ազիզ ջան, օրենքները նորագործում, եվրոպական ստանդարտներին պետք է ամեն ինչը համապատասխանի։ Նրանք այնքան թալանած գումարներ ունեն, անենց փաստաբաններ ունեն, դեռ կաշառքը գոյություն ունի, դեռ կարողանում են գործեր փակեն, դեռ չեք տեսնում ինչքան լկտի է պահում իրան Քոչարյանը։ Իսկ Փաշինյանը չի թալանել, Քոչարյանն ասում է Փաշինյանը ամենահարուստ մարդն է։ Ուի աղջիկ ջան, իրոք չեմ հավատում։ Փաշինյանը չի թալանել։ Չէ։ Են թալանչիներին թող բռնեն էլի, այ հիմի որ ասում են ով ինչքան է կերել, ով ընչեր ունի, ինչքան դղյակներ ունի, 33 հատ բնակարան, խորհրդարանի աշխատողը, այդ ինչի հիման վրա է առել 33 բնակարան Երևանում։ Բա ինչի չեն վերադարձնում։ Ում են վերադարձնելու էլ եմ ասում։ Դե հիմա իշխանության ղեկավարը Փաշինյանն է, ինչի հետ չի տալիս նրանց թալանածը ժողովրդին։ Ազիզ ջան կտա ժամանակը, բայց հիմի մենք զենքեր ենք առնում, մեր սահմաններն են, այնքան երեխանց գլուխը դրանց պատճառով կերան, այն մեր լավ տղաների։ Հիմի էլի պատերազմ, ոչ, առաջին հերթին պետք է որ մենք ամուր երկիրը ենք, մեր սահմանները ուժեղլի լավ զենք ունենան, այո, թող առնեն զենք, սահմանները ամրացնեն, որ սաղի աչքն էլ Ալիևիցը հետ բռնացած հանենք, Շուշա գծելու ենթակայել չլինի։ Չեմ կարող ասել, ճիշտ ասած, շատ բան է վերադարձրել, անչափ բան է Փաշինյանը վերցրել, մենք շատ գոհ ենք Փաշինյանից, շատ գործարել ժողովրդի համար, որոնք Ինչ է վերադարձրել, թալանածից ինչ է վերադարձրել։ Ոչ մի բան, ընդամենը ստեղծել է, չենք կարող ասել, որ նա թալանածից վերադարձրել է, չենք կարող ասեմ, չգիտեմ։ Բա ինչի չի վերադարձրել։ Որովհետև այնքան թալանել են, անհնար է վերադարձնելը դա։ Բարիներ է պետք, որ այդ մարդը ջանքեր կազմի, դրանց թալանա, ինչը կարողացել է վերադարձրել է, ինչը չի կարողացել, տարիներ է պետք, որ դա վերադարձնի, բալես։ Ես բան չեմ հասկանում, ավելի լավ է չխոսա։ Ես շատ գիտեմ Փաշինյանն ինչ անում։ Բայց ես ընդեղի աշխատող եմ, որ իմանամ։ Ես ինչ իմանամ, տալիս է, տալիս չի, գողացել է, ես ոչ մի բան չգիտեմ, ցավը տանեմ։ Ես պետք է ընդեղի աշխատող եմ, որ էլի կարենա մի բան ասեմ, բայց ես ընդամենը թոշակառու կնիկեմ։ Մեզ նա թալանում, հա, մնացած ինչ չգիտեմ, վերադարձնում է, թե չէ։ Փաշինյանն է ձեզ թալանում։ Բա ինչ անում, մի թոշակը ով կար այդքան բան անի, սաղ թանգասնում, հա։ Ցավը տանեմ, ես ինչ ասեմ, ես լեդուծո չեմ, պեն չեմ, ես գայել չեմ ասում։ Դա 8-ից զյուրից է ես վերասում։ Մասամբ։ Չեմ էդ կարող պատասխանել, չեմ կարող բրիտ նա ես, գաղտնիք է երևի։
Ես թոշակառով մարդ եմ, անշար մարդ եմ, իմ չինան պետք է։ Չէ, չի վերադարձնում, երկրորդն է, քանի մնա ահավորված դիլի, Փաշինյանը ինչքան մնաց ահավորված դիլի։ Մանավանդ այս համայնքապետ սարքեցին, ինչ սարքեցին, գյուղապետարանով լավներ, օձունից հասնում է Սալավերդը, ինչա մի տեղեկանք մի ստորագրության պատճառով, չգիտեմ, այդ դե ինքը չարեց, դա Քոչարյանի որոգը, բայց սխալ է, բայց Փաշինյանն էր, քանի մնա բան դիլի, այս պետության վիճակը ահավորված դիլի։ Ես գաղափարչում եմ դրանից։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Սաղ Փաշինյանն են, տարբերություն չկա, որն էլ դնես։ Գլուխը քարն ա տվել։ Մենակ ասում է։ Որևէ բան գիտեք, որ վերադարձել է, ասում եմ։ Որևիցե մի բան գիտեք, որ ինքն ասել է ու խոստացել է ու ճիշտ արել է։ Տենց բան կա։ Ես տեղել չեմ, չգիտեմ։ Այս տարիքին եմ ես դեռ սենց բան տե աճ չեմ երգիրը, որ սենց լի։ Ամեն ձև ելել է, բայց այս ձևի չի ելել։ Այն նեղ մոմենտներին, այն երկրաշարժին, լիշ չկար, բան չկար, ավելի լավ ենք, ուրախ ենք, երջանիկ ենք ելել քան հմի։ Հմի որին մտիկ ես անում մռթնա, չգիտես ինչա։ Չգիտենք, չենք կարած։ Մենք քաղաքականությունով չենք զբաղվում։ Իրանք չեն թալանում։ Նախներեն օրոք պատերազմ չկար, այդ մեկ գործարներն աշխատում էին, մարդիկ աշխատում են, աշխատանք ունեին, կար մենდերություններ, ոչ աշխատանք կա, ոչ բան կա։ Ինչը ժողովրդին տուժում է ժողովուրդը։ Իսկ ինչ մի բան վերադարձրել է Փաշինյանը։ Սուտ կլինի, ես չեմ հավատում օրինակ։ 79 տարեկան մարդին ես ոչ մի բանի չեմ հավատում, որովհետև նախնիները թալանել են, իրանք նրանք ասենք թալանել են, իրանք չեն թալանում, թե իրանք թալանածը չի երևում։ Հիմի մի բան ասեմ այ բալա, ուրեմն մի գյուղում ժողով ալնում, նախագահին հանեք կաշառակ իրա թալանում է սենա, ոչմ, ժողով վերջանալով ասում ով հարցեր ունի, մի մեզ մարդ ձեռավ եք ասում, ասում ես մի հարց ունեմ, ասում ժողովուրդ, մեկ հանեց նախագահին, թողեք մնա թխի։ Ասում թալանել, հարստություն ունի ասամյակնի, հմյաշկը մեր վրա կլի ժողովրդի համար։ Հմի որ հանեցի միրուշը գա, էլի թալանելու է։ Նույն պատմությունն այ բալանչի մասին է խոսքը։ Չեմ կարծում ուղղակի, որովհետև ինքը որպես ղեկավար շատ թույլ է։